Ուզում եմ իմանաս հարազատս, որ Աստծո բոլոր խոստումները վերաբերվում են հենց քեզ։ Աստծո բոլոր խոստումները վերաբերվում են հենց քեզ։ Կարող ես ձեռքդ նորից քո վրա դնել եւ ասել. Աստծո բոլոր խոստումները վերաբերվում են հենց ինձ։ Եվ դրանք իրականացված են Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Երբ որ Աստված ինքը խոստմունք է տալի անձին, հավատացողին, ասում է, այս խոստմունքները քեզ եւ քո ամբողջ սերունդների համար են Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ղուկաս ավետարանի 13-րդ գլուխ 10-16 համարներում այնտեղ շեշտադրված է մի իրավիճակ, երբ որ Հիսուսը ժողովարանում ուսուցանում էր։ Եվ այնտեղ մի կին կար, որը 18 տարից ավել կապված էր, եւ Հիսուսը շեշտադրում է, որ այդ կինը կապված էր սատանայի կողմանը հիվանդության ոգով եւ չէր կարողանում այսպես ուղիղ կանգնել, նա գծկված էր եւ նրա կենտրոնացումը միշտ երկրի վրա էր, նա գրացած էր, նա երբեք չէր կարողանում իր հայացքը երկինք առել եւ նրա կենտրոնացումը երկրավոր բաների վրա էր եւ ոչ թե երկնային։ Թեպետ նա Աբրահամի դուստրն էր կոչվում, կտեսնենք քիչ հետո, թեպետ նա Աստծո ժողովուրդ էր համարվում, թեպետ նա ժողովարանում էր գտնվում, որտեղ որ Հիսուսն էր, բայց այդ կինը դեռ շարունակում էր մնալ կապանքների, գերության ու տանջանքների մեջ։ Թեպետ որ այս ամենը նպաստում էր, որ այդ կինը ազատված լիներ, արձակված լիներ, բժշկված լիներ, բայց այդ կինը շարունակում էր մնալ կապված, գերված, տանջանքների ենթարկված։ Իմանում ես, եւ Աստված բնականաբար դա չէր նախասահմանել այդ անձի համար։ Աստծո նախասահմանությունը ցանկացած հավատացողի համար միայն բարին է։ Ամեն։ Ուզում եմ շեշտադրեմ, որ կան նաև մարդիկ, որոնք որ շնչավոր ոլորտում հոգևորապես կապված են։ Այստեղ այդ կինը ֆիզիկապես էր այսպես, մարմնով էր այսպես կսկված, գերված, եւ կենտրոնացումը երկրի վրա էր, բայց կան մարդիկ ցավոք սրտի, որոնք որ շնչի ոլորտում հոգևոր կապվածություն ունեն եւ նրանց կենտրոնացումը միշտ երկրի վրա է։ Թեպետ կարող են ուղիղ կանգնել, թեպետ կարողություն ունեն ուրեմն շարժվելու, գործելու, բայց հոգևոր դաշտում, շնչի ոլորտում, սրտի խորքում նրանք միշտ կենտրոնացած են երկրավոր բաների վրա, ժամանակավոր բաների վրա, այնինչ Աստծո նպատակն է, որ մեր կենտրոնացումը լինի երկնային բաների վրա, հավիտենական բաների վրա, համաձայն ես։ Եվ հենց սրա համար էլ Կողոսացիներ 3-րդ գլուխ 1-4 համարներում լուրջ շեշտադրվում է ասելով. Դուք որ հարություն առաք Հիսուս Քրիստոսի հետ, քանիսներս կարող ենք վկայել, որ մենք Քրիստոսի հետ հարություն ենք արել։ Սա խոսում է վերածնված մարդի, անձի մասին։ Դուք որ հարություն առաք Հիսուս Քրիստոսի հետ, ասում է, ձեր ուշադրությունը կենտրոնացրեք երկնային բաների վրա, ամեն, որտեղ Քրիստոսն է նստած իր գահի վրա։ Աստծո աշխողում, ասում է, երկնային բաների վրա կենտրոնացեք, հավիտենական բաների վրա խորհեք, մտորեք, որովհետև դուք այս աշխարհի համար մեռաք։ Ուրեմն տեսեք, եթե մենք ընդունում ենք, որ հարություն ենք առել Քրիստոսի հետ հավատքի շնորհիվ, եւ բնականաբար պիտի մեր կենտրոնացումը լինի երկինքը, հավիտենականը, երկնայինը, ամեն, եւ շեշտադրում է, որովհետև դուք այս աշխարհի համար մեռաք։ Նրանք ովքեր որ ընդունում են, որ Քրիստոսի հետ հարություն են առել, բնականաբար պիտի ընդունեն նաեւ, որ աշխարհի համար մեռած են։ Ամեն։ Կարող ես կողքինիդ հրես ու ասես, ես այս աշխարհի համար մեռած եմ։ Ասում է մեռած, որպեսի լսեք, որպեսի Քրիստոսի հետ միասին ապրեք։ Եթե մենք դեռ այս աշխարհի համար մեռած չենք համարում մեր անձերը, մենք չենք կարող Քրիստոսի հետ ապրել։ Այստեղ գրված է. դուք այս աշխարհի համար մեռաք, որպեսզի Քրիստոսի հետ ապրեք այն կյանքը, որ Աստված նախասահմանել է ձեզ համար, Աստված վերապահել է ձեզ համար։ Եվ երբ որ Քրիստոսը ձեր կյանքը հայտնվի, այն ժամանակ դուք էլ նրա հետ փառքով կհայտնվեք։
Ամեն։ Քանիսներս ենք ուզում, որ Քրիստոսի փառավոր հայտնության ժամանակ մենք էլ հայտնվենք այդ փառքի մեջ։ Այստեղ գրված է, որ դուք Քրիստոսի հետ հարություն եք արել, բայց ձեր կենտրոնացումը պիտի լինի երկնային բաների վրա, եւ մենք պիտի մեզ աշխարհի համար մեռած համարենք, որպեսզի կարողանանք Քրիստոսի հետ ապրենք։ Ամեն։ Եթե կարող ես հիմա քեզ քննես քո սրտիդ մեջ, որքանով ես դու կենտրոնացած երկնային բաների վրա եւ որքանով ես կենտրոնացած երկրավոր բաների վրա, որ մասը եւ որ իրավիճակի վրա ես կենտրոնացած։ Եթե անկեղծ լինենք, մենք շատերս մեր կենտրոնացումը երկրավոր բաների համար է։ Էսա աշունը արդեն էսա ձբեռա գալի ոնց ենք ապրելու ամբողջությամբ երկրավոր բաների վրա է մեր կենտրոնացումը եւ Պողոս Արաքյանն ասում է, եթե ինչ որ մեկը հավատում է Քրիստոսին միայն երկրավոր բաների համար, նրան ցավակցել է պետք, որովհետեւ ասում է Հիսուսը մեռավ եւ հարություն առավ եւ նրա մահն ու հարությունը մեր հավիտենականության համար էր։ Ամեն։ Եվ ուրեմն տեսնում ենք այստեղ, որ մեր ակնկալիքը պիտի հիմնականում լինի երկնայինը, հավիտենականը։ Եվ շարունակությունում, որ կարդում ենք Ղուկաս ավետարանի 10-րդ գլուխը, այդ 13 գլուխը 10-ից մինչև 16 համարներում, այնտեղ շեշտադրված է, որ Հիսուսը ժողովարանում այդքան մարդկանց միջից տեսավ այդ կնոջը, որը որ արդեն 18 տարի կապված էր։ Ես չգիտեմ դու ինչերով ես կապված քո սրտիդ մեջ, բայց ուզում եմ իմանաս ինչքան էլ որ մարդաշատ տեղում լինես, Հիսուսը տեսնում է քո սրտի իրական կարգավիճակը եւ քեզ իր մոտ է կանչում։ Ասում է տեսավ, չանտեսեց, տեսավ եւ այդ կնոջը իր մոտ կանչեց։ Կարող ես սրտիդ խորքում ընդունես, որ այսօր հենց քո օրն է։ Հոգևոր դաշտում Տերը տեսնում է քեզ եւ ինքը քեզ իր մոտ է կանչում։ Ինքը գիտի քո խնդիրները, դժվարությունները, տկարությունները, գերություններն ու ամեն իրավիճակները, բայց դու չես կարող թաքնվել անգամ մարդաշատ ժողովրդի մեջ, որովհետեւ Աստված ուզում է, որ ամենքիս հետ անհատապես շփում ունենա։ Կանչեց եւ ասում է ձեռքերը նրա վրա դրեց եւ ասեց դու արձակված ես քո հիվանդությունից։ Դու ընդունի, որ այս խոսքերը վերաբերվում է հենց քեզ։ Այս խոսքերը հիմա էլ վերաբերվում է ամեն հավատացողին։ Տերը տեսավ քեզ, կանչեց իր մոտ, ձեռքը իր վրա դրեց, իր զորավոր բազուկը եւ քեզ ասեց դու արձակված ես քո կապանքներից։ Անկախ նրանից այդ կապանքը ֆիզիկական է, հոգևոր է, շնչավոր է, այդ կապանքը ինչ իրավիճակի հետ է կապված, անհեծք է թե կախարդություն, ժառանգություն է թե ձեռքբերովի, կապ չունի։ Այդ կինը այդ օրը բժշկվեց եւ ասում է, որ անմիջապես բժշկվեց եւ փառաբանում էր Աստծուն։ Իրականում ճշմարիտ բժշկություն վերապրած անձը առաջնահերթ իր սրտի խորքում անկեղծորեն սկսում է փառաբանություն մատուցել Աստծուն։ Փառաբանությունը Աստծո գործերի համար է, երկրպագությունը հենց Աստծո ներկայությանն է ուղված, իրան իր այդպիսին լինելու համար։ Եվ այս կինը անմիջապես բժշկությունը վերապրելով անմիջապես սկսեց փառաբանել եւ գովաբանել Աստծուն։ Նայ քո կյանքիդ մեջ փառաբանության բացակայությունը փաստում է տվյալ անձի գերված եւ կապված լինելը։ Բայց այստեղ տեսնում ենք, որ իրական բժշկված անձը սկսեց փառաբանել Աստծուն։ Դավիթն էր իր անձին 103 Սաղմոսի մեջ 1-5-ում գրված է, որ Դավիթն իր անձին ասում էր. «Օժտիր Տիրոջը, ով իմ անձս, փառաբանիր նրան, գովաբանիր նրան, ով իմ անձս, եւ մի մոռացիր նրա բոլոր բարիքներն»։ Ամեն, որ ներում է քո բոլոր մեղքերը, բժշկում է քեզ ամեն ցավերից, որ պարուրում է քեզ շնորհքով ու ողորմությամբ, որ հագեցնում է քեզ իր բարիքներով եւ որ քո մանկությունը նորոգում է արծվի պես։ Ամեն։ Դու այս վերապրելով բնականաբար քո սրտիդ խորքում արդեն գովաբանություն է բարձրանում։ Բայց եթե անձը միշտ կենտրոնացած է երկրավոր բաների վրա, թեկուզ իր սիրտն էլ այսպես մտածում է, հա, դե Աստված կա, գոյություն ունի, բայց նրա կենտրոնացումը երկրավոր բաների վրա թույլ չի տալի, որ ինքը գովաբանի։ Հակառակը բողոքարկություն, տրտունջ, մեղադրանք, չէ՞ այսպես անհաշտություն, հələ մի հատ նայի քո սրտին։ Իրականում երբ որ դու արտանում ես, ինչպես ես արտանում։ Գովաբանությունը քո շուրթերի մեջ, քո սրտիդ խորքից,
թե ասում ես, էլի ես լույսը բացվեց, էլի պիտի թամես իշտեղ, էլի ես մարդկանց հասկանում ես։ Դա նշանակում է, որ դու ինչ որ բաներից դեռ գերված ես եւ կարիք ունես իրական ճշմարտապես ազատագրվելու։ Այդ կինը բժշկվեց, ազատագրվեց, փառաբանում էր ասում, բայց այնտեղ կային մարդիկ էլ, ինչպես ամեն ժամանակ ամեն տեղեր, ասում է, որ կրոնական մարդիկ, կրոնավոր իշխանավորները, այդ ժողովարանի գլխավորը բարկացավ Հիսուսի վրա։ Բարկացավ, որ Հիսուսը շաբաթ օրով բժշկություն էր գործում եւ իր բարկությունը չկարողացավ ուղիղ հասցեագրել Հիսուսին, շրջվեց ժողովրդին ասեց 6 օր կա, որ կարող եք գալ եւ գործել, այդ 6 օրն եկեք ու բժշկություն արեք, բայց ոչ շաբաթ օրը։ Իմանում ես։ Այսպեսի կրոնական մտածելակերպ կա, որ հիմի Հիսուսն ուզում է հասցի մարդուն, ուրեմն բժշկի մարդուն, ազատագրի մարդուն, բայց մարդու սրտի խորքում դեռ կա այդ կրոնական մտածելակերպը, չի, այսօր հարմար չի, այսօր հոգնած եմ, այսօր շտապում եմ, այսօր այդ օրը չի։ Սրանք լրիվ կրոնական համակարգի մտածելակերպի ուրեմն դրդումներն են, բայց Հիսուսն ուզում է, որ հիմա Այստեղ, այս վայրում, այդ պահի մեջ, որտեղ իրան հանդիպել ես, որտեղ այդ խոսքը լսել ես, հիմա լինի քո բժշկություն, ամեն։ Եվ Հիսուսը գիտակցեց, որ այս խոսքերը իրան հասցեագրված, շրջվեց այդ անձին ասեց, այդ կրոնական համակարգի մեջ եղող անձին ասեց։ Չէ, որ ձեզանից ամեն մեկը շաբաթ օրը իր եզին ու եշին արձակում է մսուրից եւ տանում է ջուր խմեցնելու։ Բայց սա ի նկատի ունես կինը, որ Աբրահամի դուստրն էր, Աբրահամի սերունդն էր, արժան չէր, որ շաբաթ օրը նրա կապանքները արձակվեր։ Նախ եւ առաջ այստեղ տեսնում ենք, որ Հիսուս Քրիստոսը այդ կնոջը համարում է Աբրահամի սերունդ, Աստծո ժողովուրդ։ Եվ ինքը դա ներկայացնում է, որ այլաբանորեն նայենք, ներկայացնում է Քրիստոսի եկեղեցին, Աստծո ժողովուրդը, բոլոր նրանք, ովքեր որ հավատում եւ ընդունում են Հիսուս Քրիստոսին։ Ամեն, ասեցի, որ այդ կինը թեպետ Աբրահամի սերունդն էր, թեպետ Աստծո ժողովուրդն էր, թեպետ ժողովարանի մեջ էր, բայց դեռ շարունակում էր գերության մեջ լինել, մինչև որ Հիսուսը հայտնվեց այդ վայրում, տեսավ իրան, կանչեց իրան, ձեռքեր դրեց եւ հռչակեց։ Այսօր դու արձակված ես քո կապանքներից։ Այս հռչակումը, այս դավանանքը, որ Հիսուս Քրիստոսը խոսեց, վերաբերվում է ամեն ժամանակներում եղող ամեն հավատացողին, ընդ որում հիմա որ դու լսում ես, վերաբերվում է քեզ։ Հիսուսը քեզ ուղղակի քո անունով ասում է, որ դու արձակված ես քո հիվանդությունից, քո գերությունից, կապանքներից ու տանջանքներից։ Խնդիրը կայանում է նրանում, որքան ես դու ընդունում Աստծո խոսքը ճշմարտապես ու հավատքով, այդքանով կներգործի քո կյանքիդ մեջ։ Հաջորդ բանը, որ այստեղ տեսնում ենք, բացահայտ կերպով, սատանան ոչ միայն հիվանդության ոգով էր կապել կնոջը, ոչ միայն դիվային ներգործություններով էր կապել կնոջը, այլ նաև կրոնի ոգով եւ կրոնական համակարգի մեջ եղող առաջնորդներով, որպեսզի նրանք խոչընդոտ հանդիսանան, ի նկատի ունեմ Սատանան, դևերը, հիվանդության ոգիները, կրոնական համակարգը, կրոնի ոգին, խոչընդոտ էր հանդիսանում Հիսուս Քրիստոսին, որ այդ կինը շարունակի մնա հիվանդության մեջ եւ տեսնում ենք կրոնական առաջնորդն ասում է կարող ես հաջորդ օրը գալ, բայց խնդիրը կայանում է նրանում, որ ոչ մի խոչընդոտ արգել չկարողացավ հանդիսանալ Հիսուս Քրիստոսի սրտում եղող այդ ծրագրի համար եւ որն էր այդ ծրագիրը, որ այդ ժողովարանում եղող ամեն անձի բժշկությունը բերի, ով որ ինք իր սրտի մեջ հավատքով սպասում ու ակնկալում է Աստծո բժշկությանը։ Ամեն, այդ կինը թեպետ որ այդտեղ էր, բայց իր ակնկալիքը ոչ թե ժողովարանում կատարվող իրադարձություններն էին, սկզբունքներն ու սովորությունները, որ ժողովարանում կատարվում է,
այլ այդ կնոջ ակնկալիքը Տիրոջը այդ ժողովարանում հանդիպելներ։ Ամեն։ Քանիսներից ակնկալիքն է, որ այսօր այստեղ հանդիպեն Քրիստոսին։ Ես ասում եմ քեզ, այդ անձն այստեղից բժշկված եւ առողջացած կգնա, որովհետեւ Հիսուս Քրիստոսը կենթանի է եւ կատարյալ Աստված է։ Ուրեմն տեսնում ենք, որ կերծավորությունը կրոնական համակարգը ուժ է ստանում դիվային համակարգից եւ փորձում է, որ շարունակաբար մարդուն պահել գերության ու տանջանքների մեջ, բայց դա արգելք չի կարող հանդիսանա Աստծո հզոր բասկին, որ մեկնած է քեզ օգնություն բերելու։ Ամեն։ Իրականում տեսնում ենք, որ Հիսուս Քրիստոսը կարող էր այդ հիվանդին հաջորդ օրն էլ բժշկեր, հա, բայց Հիսուսը չուզեց, որ այդ հիվանդը եւս մեկ օր մնա գերության մեջ։ Դրա համար հենց այդ պահի մեջ կանչեց։ Եվ սա խոսում է Աստծո սիրո ողորմության մասին, Աստծո շնորհքի եւ բարի կամքի մասին, որը Քրիստոսով ցուցաբերեց ամեն հավատացողի։ Միշտ հիշի, Աստծո սրտի փափակն է, որ քեզ մեկ օր շուտ տեսնի բժշկված, քո գերությունից արձակված, կապանքներից ազատված Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Սա է Աստծո սրտի փափակը ամեն հավատացողի համար։ Շատերը կան մտածում են, թե կարող է Աստված մեկ օր երկար է թողում մնա մեզ հիվանդության, գերության կապանքների մեջ, որ ինձ բան սովորեցնի։ Քաղցր ջան, Աստված որ ուզում է ինչ-որ մեկին բան սովորեցնի, իր խոսքով է սովորեցնում։ Եվ առաջի բանը, որ Աստծո սրտում կա, այդ իր խոսքը մեր սրտերի մեջ դնելն է։ Պարզ ասում է, 5 կտակարանում ասում է, ես նոր ուխտ ունեմ իմ ժողովրդի հետ կնքելու, եւ այս նոր ուխտը չի լինելու հին ուխտի պես, որ իրանց հայրերը անապատում ինձի ուրացան, ես էլ իրանց թողեցի, այլ որ ես իմ նոր ուխտս կդնեմ իրանց սրտերի մեջ, խոսքը անհատապես լավ, կդնեմ իրանց սրտերի մեջ եւ իմ օրենքս կհաստատեմ իրանց սրտում։ Դա Աստծո խոսքն է։ Եվ մենք կարիք ունենք, որ այսօր լրջորեն ամբողջությամբ ընդունել Աստծո խոսքը։ Եվ Աստված շաբաթ օրը չստեղծեց նրա համար, որ մարդը շաբաթ օրվա մեջ մնա գերության մեջ, այլ շաբաթ օրը ստեղծեց, որպեսզի մարդը շաբաթ օրը հանգիստ ունենա։ Ամեն։ Ուրեմն տեսեք, այս կինը Աբրահամի սերունդն էր, Աստծո ժողովուրդն էր, շաբաթ օրը ժողովարանի մեջ էր, եւ այդ հանգստի օրն էր, բայց իր սրտի խորքում, իր հոգու ներսում, իր ֆիզիկական մարմնում չուներ հանգստություն։ Քանի որ Աստծո խոսքը դեռ չէր ներթափանցել իր սրտի մեջ։ Քաղցրներ ջան, բայց մեզանից շատերս վերստին ծնված ենք։ Աստծո խոսքն արդեն թափանցել է։ Ուղղակի մենք սահմանափակում ենք Աստծո խոսքը մեր կրոնական մտածելակերպով, մեր անաստվածային սկզբունքներով եւ մեր ներսի ոչ ճիշտ համոզմունքներով սահմանափակում ենք խոսքը եւ դա նպաստում է, որ անձը դեռ շարունակի մնալ գերության կապանքների ու տանջանքների մեջ։ Բայց Աստծո նպատակն է եւ Քրիստոսով էլ դա հայտնվեց, որ մարդը ազատ լինի իր գերությունից։ Ամեն։ Եվ Մարկոս 2:27-28 համարներում ինքը Հիսուսն ասում է, որ շաբաթ օրը ստեղծվեց մարդու համար։ Ոչ թե մարդը ստեղծվեց շաբաթ օրվա համար։ Եվ շարունակությունում ասում է, որ իմացած եղեք, որ մարդու որդին շաբաթ օրվա տերն է։ Ամեն։ Այսինքն շաբաթ օրը, որ Աստված ստեղծեց, ոչ թե ստեղծեց, որ մենք գերի լինենք շաբաթ օրվա մեջ, այլ ստեղծեց, որ այդ շաբաթ օրվա մեջ մենք վայելենք Աստծո ստեղծագործությունը։ Եվ բառացիորեն Հիսուսն ասում էր, որ ես հենց սրա համար էլ եկել եմ, եւ այս կնոջն էլ հենց սրա համար էլ ազատեցի։ Որովհետև Աստծո փափակն է տեսնելու իր ժողովրդին ամբողջապես բժշկված, ազատագրված։ Ամեն։ Եվ Եբրայեցիներ 2:14-16 համարներում բառացիորեն գրված է, որ Հիսուս Քրիստոսը իր մահով եւ հարությունով խափանեց սատանային, լիակատար կերպով խափանեց սատանային եւ ասում է, մեզ փրկեց, ազատեց, բժշկեց եւ այդ գերությունից դուրս բերեց, որ մահը այլևս չի իշխի մեր վրա եւ սատանան այլևս չկարողանա տիրել մեր կյանքում եւ գերության ու կապանքների մեջ բերել։ 16-ում ասում է Քրիստոսը այսօր էլ, ասա այսօր էլ իր հզոր բազուկը
օգնության ձեռքը մեկնում է բոլոր նրանց վրա, ովքեր որ հավատում են իր խոսքին։ Այսօր է Աստծո ձեռքը չի կարճացել։ Հալելույա։ Դուք ասես, բայց Եսայի մարգարեն ասում էր, իհարկե ասում էր, բայց դրա համար էլ Հիսուսն եկավ, որ մեղքի հարցը լուծի, եւ բոլոր նրանք, ովքեր որ հավատում են Քրիստոսին, ունեն մեղքերի թողություն եւ բնականաբար ունեն Աստծո ձեռքի միջամտությունը օգնելու համար։ Այսօր են Քրիստոսը օգնում են, ուրեմն բոլոր նրանց, ովքեր որ հավատում են Հիսուս Քրիստոսին, եւ այդ ձեռքը մեկնած է բոլորիս, ինձ ու քեզ դուրս բերելու գերությունից, կապանքներից ազատելու եւ Աստծո փառքը հայտնի անելու մեր կյանքում։ Ինչի է դա կատարվում, որովհետեւ Հիսուս Քրիստոսը նույնն է, երեք, այսօր եւ հավիտյան։ Նույնն է, այսինքն ինչպիսի զորությամբ, որ Հիսուսը գործում էր տվյալ ժամանակաշրջանում, այդ նույն զորությամբ էլ կարող է գործի այսօր էլ, ամեն։ Աստծո զորությունը չի պակասել։ Եվ Աստծո մտադրությունը չի փոխվել, գրված է Աստված անփոփոխ Աստված է, ամեն։ Եվ Աստծո սրտի փափակն է, որ իր ժողովրդին բարիքներ շնորհի, ասա բարիքներ։ Մեզանից շատերը կան, որ հիշում են, որ մեր ժողովարան բերեցին 13 տարեկան մի տղայի, հիշում եք, որտեղից էր։ Ուրեմն բերեցին եւ այդ տղան, որ ընկել էր, իրան վնասել էր, արդեն ամիսներ չէր կարողանում ուղիղ կանգնել, քայլել, խոսել, հիշում եք։ Ահա։ Դա ում մասին է, հիշում եք։ Ուրեմն եւ տեսեք, բժիշկներն իրանց հույսը կտրել էին եւ ասել էին այդ ընտանիքին, գոհացեք Աստծուց եւ բավարարվեք նրանով, գոնե որ էսենց ապրում է այս տղան։ Բայց այդ օրը, ամեքիս աչքի առաջին այդ օրը Աստծո զորությունը Քրիստոսի անունով Սուրբ Հոգու ներգործությամբ հասավ այդ տղայի վրա։ Եկավ այդ տղայի վրա եւ այդ տղան ամեքիս աչքի առաջին կանգնեց, քայլեց, խոսեց, Աստծո հրաշքը կատարվեց այդ կյանքի մեջ, այդ անձի մեջ։ Ամեն։ Ինչի կատարվեց։ Ժողովուրդ, որովհետև Հիսուսը նույնն է, երեք, այսօր եւ հավիտյան։ Ոչ թե նրա համար, որ այդ տղան սուրբ էր, կատարյալ կամ իր ընտանիքը, հալելույա։ Չէ, այդ մարդիկ առաջի անգամ էին Աստծո խոսքը լսում, իրենք ընդհանրապես տեղյակ էլ չէին, թե Աստված ով կամ ինչպիսին է։ Ինչպես մեզանից շատերը, որ տարիներ կարող են գալ եկեղեցի, դեռ լիարժեք չունենանք այդ ճշմարիտ ճանաչողությունը, ամեն։ Բայց այդ օր Աստված ինքը հայտնեց իր ով լինելը, ինչպիսի լինելը, իր կամքը հայտնեց Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Այսօր Աստված իր զորավոր բազուկը Հիսուս Քրիստոսով մեկնում է իր խոսքին հավատացողներին։ Անկախ նրանից ինչա քեզ կապե, գերետ, անջանքների ենթարկե, միտքդ, շունչդ, զգացմունքներդ, ֆիզիկական մարմինդ, իրականությունը, ուրեմն ընտանիքում կատարված, որ դու կարող ես փաստացի տեսնես, բայց դա չի ճշմարտությունը։ Ճշմարտությունը կայանում է Աստծո խոսքի մեջ։ Ինքը Աստծո խոսքն է ճշմարտությունը։ Ճշմարտությունը դա Հիսուս Քրիստոսն է, որը եկել էր այդ ժողովարան ազատելու այդ կնոջը։ Կարող ես ինքդ քո վրա կանչես, ես էլ Աբրահամի սերունդիցն եմ, որովհետև բոլոր նրանք, ովքեր որ հավատում են Հիսուս Քրիստոսին, Աստծո բոլոր խոստումները, որ ասվեց Աբրահամին, պատկանում է իրենց, ամեն, եւ այդ խոսքի հիման վրա դու կարող ես վերցնել եւ վայելել Քրիստոսով եղող բոլոր օրհնությունները։ Գաղատացիներ 3:29 Նրանք, ովքեր որ հավատում, ընդունում եւ պատկանում են Հիսուս Քրիստոսին, նրանցն է պատկանում Աստծո բոլոր խոստումները, որ խոստացավ Աբրահամին։ Եվ Գաղատացիներ 3:13-14-ը լսեք, գրված է, որ Հիսուս Քրիստոսը խաչվեց, Քրիստոսի խաչելության նպատակն է շեշտադրված։ Ասում է խաչվեց եւ անեծքը վերցրեց մեզանից եւ մեզ ազատեց օրենքի լծիցը, որպեսզի Աստծո բոլոր խոստումները, որ տրվեցին Աբրահամին եւ օրհնությունները, որ ասվեցին, մերը լինի։ Ամեն։ Եվ երկրորդ կետը, որ մենք հավատքով ընդունենք խոստացված Սուրբ Հոգին։ Քանիսներս ենք հավատքով ընդունել խոստացված Սուրբ Հոգին։ Քավսեր ջան, դա սա երկրորդ կետն է։ Առաջի կետում ասվում է, որ Հիսուսը խաչվեց, որպեսզի Աբրահամին խոստացված Աստծո բոլոր խոստումներն ու օրհնությունները մեր լինեն։ Եվ երկրորդ կետում ասում է, եւ որպեսզի մենք հավատքով ընդունենք խոստացված Սուրբ Հոգին։ Եթե հարազատս, եթե ընդունել ես խոստացված Սուրբ Հոգին, նշանակում է մնացած բոլոր խոստումները պատկանում են քեզ։ Հիմա այսօր այս վայրի մեջ կարող ես վերցնել, վերապրել, վայելել
բժշկվել, ազատագրվել ամեն խնդիրներից, պետք չի, որ ինչ որ մեկը հատուկ ես դեմ չեմ մարգարեություններին լսեք, բայց բժշկությունը վերապրելու համար, ազատագրությունը վերապրելու համար, փրկությունը վերապրելու համար մարգարեություն պետք չի, Աստծո խոսքն է պետք, որ գա քո սրտիդ մեջ, մխրճվի քո սրտում եւ դու ընդունես, որ հիմա, այսօր, այստեղ դու արձակված ես քո գերությունից, կապանքներից, տանջանքներից, կապ չունի, ինչ ոլորտում են դրանք կատարվել, թե ինչ պատճառներով են դրանք սողոսկե քո կյանքիդ մեջ, Աստծո խոսքը վերա ամեն իրավիճակից դու արձակված ես այդ գերությունից ու կապանքներից քեզ մնում է ընդամենը հավատքով ընդունես քեզ պետք չի Աստծուն ցույց տաս որ դու լավն ես ինքը գիտի ինչպիսին ես դու քեզ պետք չի ցույց տաս որ դու իրան լրիվ հավատում ես քեզ պետք չի ուղղակի իրեն ոչինչ ցույց տաս քեզ պետք է դու ուղղակի վերցնես դրանից որովհետև դու իր կողմից ես արարված եւ արարված ես որպեսզի վայելես իր կողմից առաջարկված խոստումունքներն ու օրհնությունները Հիսուս Քրիստոսի զորավոր անունով ամեն Երկրորդ Կորինթացիների առաջի գլուխ 20 համարում գրված է որ Հիսուս Քրիստոսը ով Հիսուս Քրիստոսը Աստծո բոլոր խոստումունքների այոն է մեզ համար միանձնավորություն մեկին վկայում է ասում է որ գիտես ասում է պիտի հավատաս Հիսուս Քրիստոսին որ փրկվես այսքին ասում է հայ բալամ հավատում եմ հաջորդ օրը արտանում է գնում է այս կնոջն ասում է լսի ասում է այն օրը այն մարդու մասին որ խոսում էր անունը ինչ էր մենք Քրիստոն ենք Ասկովի, պետականորեն, բայց քանիստերս ենք իրականում ճանաչում Քրիստոսին։ Եկեք, որ ուղղակի ընդունենք այս խոսքը։ Առաջի Կորինթացիների, երկրորդ Կորինթացիների առաջի գլուխ 20 խոսք։ Հիսուս Քրիստոսը Աստծո բոլոր խոստումունքների այոն է մեզ համար։ Եվ մենք կարիք ունենք, որ ընդունելով Քրիստոսին, Աստծո այոյին ամեն ասենք։ Աստծո փառքի համար։ Եկեք գանք Տիրոջ առաջին հիմա ինչպես որ արդեն Տիրոջ ներկայության մեջ ենք, բայց մեր սրտերը բացենք իր առաջ եւ ասենք շնորհակալ ենք Տեր։ Շնորհակալ ենք, որ դու փրկագնել ես մեզ, ազատագրել ես մեզ։ Եվ մենք հավատքով ընդունում ենք քո կենթանի խոսքը մեր անձերի համար, մեր ընտանիքների համար։ Եվ այն ամենի համար, որ դու Քրիստոսով իրագործեցիր, այդ ամենը մեր սրտում ընդունում ենք Եվ թող այդ ամենի մեջ քո սուրբ ու պատվական անունը փառաբանվի, սիրելի հայր։ Թող որ ամեն մեկս, որ քո խոսքը լսում է, մենք մեր սրտի մեջ լիարժեք ճշմարտապես ընդունենք հավատքով այդ խոսքը եւ այդ խոսքի մեջ եղող ամեն խոստումները մեր կյանքում իրականություն դարձած տեսնենք, վայելենք եւ փառավորենք քո սուրբ ու պատվական անունը, որովհետեւ այսօր էլ քո խոսքը գործում է նույն զորությամբ ու կարողությամբ եւ քո խոսքը ամենքից ասում է, որ մենք արձակված ենք մեր գերությունից, կապանքներից ու տանջանքներից։ Եվ դու Հիսուս խաչվեցիր, որ թողություն շնորհես մեզ, բժշկություն շնորհես մեզ, փրկություն պարգևես մեզ եւ բոլոր նրանց, ովքեր հավատում եւ ընդունում են քեզ ու քո խոսքը։ Օրհնյալ լինես դու, հավիտյանս հավիտյանից։ Ամեն եւ ամեն։